Եթե Նիկոլ դառնա քաղաքապետ, ընտրվեք, Նիկոլ Փաշինյանը կամ նրա կինը գան Գյումրի, դուք որպես քաղաքապետ կգնաք նրանց դիմավորել։ Տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանը մեր յուրաքանչյուր Գյումրու զարգացման ծրագրերին կողմ լինի եւ ցույց տա, որ առավոտից իրիգուն իր համար տեսլական է դարձրել Գյումրի զարգացումը, որին ես չեմ հավատում։ Այսքանը ձեր հարցի պատասխանը։ Սիմոնյան, իսկ ինչ մտավախություններ ունեք ընտրությունների հետ կապված։ Մտավախություն ունեմ, որ կեղծիքներով փորձելու են շրջիկ խմբերով քվեարկության արդյունքները խեղաթյուրել։ Համոզված ասում եմ, եթե չլինեն դրա կեղծիքներ, այսօր 22:00-ին արդեն բոլորս ծափ ենք տալու, շամպանսկին բացելու ենք եւ շնորհավոր ենք իրար, որ հաղթիկ շնորհավոր եք իրեն։ Ես չեմ հավատում, որ Սարիկ Մինասյանը ունի 10%-ից ավել քվե, այդ 10%-ից 9.7%-ն էլ վարչական ռեսուրսի չարաշահումն է, հետևաբար ինչի մասին ենք խոսում։ Խուզարկությունների հետ կապված ինչ կասեք, որովհետև ինչի հետ կապված։ Էմմա Գրիգորյանի գործով Ոչ մի բան չհայտնաբերեցին, բացարձակ ոչ մի բան։ Փայտը մեր իրավաբանի մեկնաբանելով տեղեկություն է եղել, որ այդ փայտը վերցրել են Սարիկ Մինասյանից։ Անգամ ինչ որ Դիոները կա, ես չգիտեմ։ Փայտը ինքն է տվել։ Հա, այդ աղջիկը դիմում է գրել, որ փայտը պետք է իրական։ Հիմա ինչ որ քրեական վարույթ։ Իրենք փորձեցին այդ վերջի օրը մեր աջող վարկանիշի վրա ցեղ շպրդելով ինչ որ դիվիդենդներ շահել, բայց Գյումրեցին չի հավատաց, որովհետև հաթաթ տեսել է ես, բան որ ժամանակից ոնց եմ կառուցել, ավելացրել եւ նպաստել նաեւ մեր Գյումրու հասարակության որակի փոփոխություն դրսևորել եք, կներեք, դուք նախկինում էլ քաղաքական ակտիվություն դրսևորել եք, օրինակ վերջին 4 տարում։ Չէ, ես Որտեղ ձեզ հիմնականում ճանաչեցին մարդիկ հենց այս առաջադրման պատճառով, եւ ձեզ Coca-Cola-ի կարեն էին Pepsi Cola։ Դուք քաղաքական ակտիվություն դրսևորել եք եւ Արցախի կորստից հետո ինչ որ քայլեր արել եք, թե ոչ, որոնք ձեզ Արցախի կորստից հետո միակ բանը, որ հիշում եմ, հորեղբայրս Մոսկվայից զանգահարեց եւ երկուսով մոտ 20 րոպե չենք կարողացել հեռախոսով խոսալ, լռել ենք ուղղակի։ Այսքան եք ասում, շնորհակալություն։ Բոյկոտի պատրաստ եք, եթե հանկարծ չեք ընտրվում, բոյկոտի այն հնարավոր մեթոդները, ինչը որ փորձել կանգնեցնել իրենց ընդրակեղծիքները եւ իրենց վերարտադրությունը փորձելու են անել։ Իդե բանը հրաժարվել ռեյտինգի վրա ազդեց թե իչա, պարոն Սիմոնյան, այն որ ձեր գլուխը մի պասս բռնել եք, որ վայ մամաջան էսու եմ ընտրվել մի բան է։ Գնահատականը տալիս եք դուք, նաեւ ինչքան հիշում եմ դուք եք գրառում արել բանավեճից հետո եւ ձեր նման մարդիկ, ովքեր ռեալ կարող են փաստել եւ իրերը կոչել իրենց անունները։ Պարոն Սիմոնյան, վառելափայտով չեք հոգնել, գյումրեցիներին ինչով եք հոգնել այս օրերին, քարոզարշավի փուլումտրություններից առաջ։ Ինչ օգնություն եք ցույց տվել, օրինակ ինչ եք արել։ Ժպտացել եմ, այն լավ բարի էմոցիաներն եմ տվել դրական եւ նույնը ստացել եմ։ Ընդամենը։ Ձեր բնակավայրում Դա ամենամեծն է, ոչ թե ընդամենը։ Դրանից վեր բան էլ գոյություն չունի։ Չէ, նկատի ունեմ ինչ-որ շահագրգռող բան, որ կարող են ձեզ քվեարկել։ Պարոն Սիմոնյան, ամեն դեպքում պատրաստ եք ձեր ստացած ժպիտը կստիպի, որ ձեր ստացած մանդատները։ Ոչ, մեր ժպիտը կստիպի, որ բոլորը հասկանան, որ մենք մաքուր ենք։ Մենք գալիս ենք դրական փոփոխություններ բերելու։ Պարոն Սիմոնյան, ամեն դեպքում պատրաստ եք, ասենք ստացել եք 5 կամ 10 մանդատ, եթե չեք ընտրվում քաղաքապետ։ Ամեն դեպքում պատրաստ եք որպես բոյկոտ հրաժարվել այդ մանդատներից, որովհետև եթե բոլորը հրաժարվեն, բնականաբար ավականին չի։ Եթե մեթոդներից մեկը հենց դա է, որի արդյունքում է լինելու քաղաքացիական պայմանագրին իշխանազիրկելը, ուրեմն պատրաստ ենք։ Պարոն Սիմոնյան, ասում եք կարճ ժամանակ է քարոզարշավի համար։ Մանիպուլյացիա է, որ փող նախապատրաստեն իրենց կեղծիքների, որ տեսակ մենք գիտենք, որ մենք այդքան ձայն ունենք եւ մենք ունեցանք։ Փող է նախապատրաստվում ընդրակեղծիքները լեգիտիմացնելու։ Ձեր թաղամասում էլ ձեր ընկերները, ձեր բարեկամները այդպես մեքենաներով հատուկ դիրքավորված վերահսկում են ձեր բնակիչներին, որպեսզի անպայման գան եւ քվեարկեն։
Այսպեսի կասկածելի դրվագներ տեսնում Չունեմ նման տեղեկություն։ Պարոն Սիմոնյան, ձեր հավաքած ձայների մասով դուք ինչ պատկեր կանխատեսում ունեք, քանի տոկոս կհավաքեք, 50+ կանցնեք թե ոչ, թե առհասարակ կկարողանաք հաղթահարել անցողիկ շեմը։ Դեռ չունեմ գուշակության այդ մագարտակը, որովհետեւ Նո որոշակի վերլուծություն կարծում եմ կլինի, չէ՞։ Օրինակ արդեն ինչ-որ կազմակերպություններ արել են այդ տոկոսները բաց։ Կարող եմ իմ անձնական կարծիքը չկիսվել օտարների հետ։ Դուք քաղաքական լուրջ հայտ եք։ Օտար մենք ենք։ Չէ, ընդհանուր։ Այս պայն ամբողջ աշխարհն է նայում իմ կարծիքով։ Օրինակ ասում ես կհաղթեմ բացարձակ բան եմ, առաջատար եմ։ Վարդան Ղուկասյանն էլ ասում ես բացարձակ առաջատար եմ։ Աստված իրենց հետ։ Քաղաքական լուրջ հայտ եք ներկայացել, բիզնեսմեն եք։ Կվերադառնաք ի վերջո բիզնես թե քաղաքականության մեջ կամրացնեք ձեր դիրքերը ամեն դեպքում անկախ արդյունքներից։ Փորձել եմ հասարակական կյանք մուտք գործել եւ զգացել եմ, որ կարող եմ այդ իմ ներուժը դնել Գյումրիի զարգացման մեջ, ուրեմն ընթացքը ցույց է տալիս։ Իսկ ավելի մասշտաբային գործընթաց քաղաքական Եթե կարողանամ Եթե հնարավոր պրոցեսներ վերսկսի ընդդիմությունը, դուք ակտիվություն կդրսևորեք այս Եթե օգուտ է տալու մեր երկրին, մեր քաղաքին, ուրեմն անպայման։ Այդ եթե միշտ վերջում է երևում, պարոն Սիմոնյան, մենք բոլորս այդ Ներկայացի ընտրությունների մասնակիցների թվով ինչ կասեք։ Ես կուլտուրային զոհ եմ քնում, զգում եք, չեմ ուզում Բայց շահն է մեծանում, դուք ընթացից նաև ներկայանում եք ձեր ընտրողներին։ Իսկ ընտրությունների մասնակիցների թվով ինչ կասեք, ավելի շատ է, քան նախորդ ավականոց։ Այս պայն ունեմ տվյալներ, որ ավելի ակտիվ է, քան նախորդ ընտրությունների այս ժամանակահատվածը։ Իսկ ինչով պայմանավորված։ Իմ կարծիքով բնակիչները, գյումրեցիները հասկանում են, որ նաև ճակատագրական է իրենց քնել։ Իդեպ մոտ 2000 մարդ ավելացել է այս տարվա ընտրացուցակներում։ Դուք այդտեղ ինչ-որ խնդիր տեսնում եք, դեռ չեմ մեկնաբանել միգրացիայից։ Արդյունքներից սպասք տալու։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Ես ոչ մի դեպքում չեմ խնամվի։ Ոչ մի դեպքում չեմ խնամվի, որովհետև Սարիկ Մինասյանը չի կարող գյումրեցի քվեով հաղթել։ Սարիկ Մինասյանը կարող է միայն հաղթել ընտրակերտներով։ Դուք զրահապատ մեքենայով շրջելու խնդիր ունեք Գյումրիում, Վարդան Ղուկասյանն ունեք զրահապատի սիմվոլ։ Իր վրա հարձակում է եղել, ինքը դրա իրավունքն ունի։ Դուք ստեղ Գյումրեցիների հետ կապված վտանգ չեք։ Իմ վրա հարձակում չեմ տեսել այս պայն։ Ճամբարից թեկուզ։ Չեմ տեսել այս պայն։